Գիրք ծննդոց, գլուխ 2. Եվ կատարվեցան երկինքն ու երկիրը և նրանց բոլոր զարդերը, և Աստված կատարեց 7-րդ օրումն իր գործքը, որ արավ, և 7-րդ օրը հանգստացավ իր բոլոր գործքիցը, որ արավ։ Եվ Աստված օրհնեց 7-րդ օրը և սրբեց նրան, որովհետև նրանում հանգստացավ իր բոլոր գործքիցը, որ Աստված ստեղծեց և արավ։ Սրանք են երկնքի ու երկրի ծնունդները նրանց ստեղծված ժամանակը, այն օրն, որ Եհովա Աստվածը երկիրն ու երկինքը արավ։ Եվ դաշտի բոլոր բույսերը տակավին երկրի վրա չկային, և դաշտի բոլոր խոտերը տակավին չէին բուսած, որովհետև Եհովա Աստվածը երկրի վրա անձրև չէր բերել, և մարդ չկար հողը գործելու։ Այլ երկրիցը գոլորշի էր դուրս գալիս, և բոլոր հողի երեսը ջրում։ Եվ Եհովա Աստվածը հողի փոշուցը շինեց մարդը, և նրա ռնգացը մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ։ Եվ Եհովա Աստվածը արևելքի կողմը Եդեմի մեջ մի պարտեզ տնկեց, և իր շինած մարդը դրավ այնտեղ։ Եվ Եհովա Աստվածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը, տեսնելու հաճելի և ուտելու քաղցր, և պարտեզի մեջ տեղը կենաց ծառը, և բարին ու չարը գիտենալու ծառը։ Եվ մի գետ էր դուրս գալիս Եդեմից պարտեզը ջրելու համար, և այնտեղից բաժանվում ու 4 գլուխ էր դառնում։ Մեկի անունը Փիսոն է, սա պտտում է Եվիլայի բոլոր երկիրը, ուր որ ոսկին է, և այն երկրի ոսկին ազնիվ է, այնտեղ է սուտակը և գահանակը։ Եվ երկրորդ գետի անունը Գեհոն է, սա պտտում է Քուշի բոլոր երկիրը, և երրորդ գետի անունը Տիգրիս է, սա գնում է Ասորեստանի առաջովը, և չորրորդ գետը Եփրաթն է։ Եվ Եհովա Աստվածն առավ մարդը և դրավ Եդեմի պարտեզումը, որ նա նրան մշակե և պահե։ Եվ Եհովա Աստվածը պատվիրեց մարդին ասելով. «Պարտեզի ամեն ծառիցը համարձակ կեր, բայց բարիի և չարի գիտության ծառիցը մի ուտիր, որովհետև նրանից կերած օրդ մահով պիտի մեռնիս»։ Եվ Եհովա Աստվածն ասեց. «Լավ չէ, որ մարդը մինակ լինի, նրա նման մի օգնական շինեմ իրան հարմար»։ Եվ Եհովա Աստվածը շինեց հողիցը բոլոր դաշտի կենդանիները և երկնքի բոլոր թռչունները, և բերավ Ադամի մոտ, որ տեսնե, թե նրանց ինչ անուն կկոչե, և ամեն ինչ, որ Ադամը շնչավոր կենդանին կոչեց, նա է նրա անունը։ Եվ Ադամը բոլոր անասուններին և երկնքի թռչուններին և դաշտի բոլոր գազաններին անուններ դրավ։ Բայց Ադամին իր նման մի օգնական չգտնվեցավ, և Եհովա Աստվածը մի խոր քուն բերավ Ադամի վրա, և նա քնեց։ Եվ նրա կողի ոսկորներից մեկն առավ և նրա տեղը միս լցրեց։ Եվ Եհովա Աստվածն այն կողի ոսկորն, որ Ադամիցը վեր էր առել, մի կին շինեց, և նրան բերավ Ադամի մոտ։ Եվ Ադամն ասեց. «Սա հիմա ոսկր է իմ ոսկրիցը և մարմին է իմ մարմնիցը, սրան կկոչեն կին, որովհետև սա մարդիցն առնվեցավ։ Սրա համար մարդը կթողե իր հայրը և իր մայրը, և կհարի իր կնոջը, և մեկ մարմին կլինին։ Եվ նրանք երկուսը մերկ էին, Ադամը և իր կինը, և չէին ամաչում»։